վանացայինի շողարցակ հայտակիրը այսօր գայցել է հայ ավետարանական կենտրոնական բարձրակույն վարժարանը, ուր տեղի կունենա մշակութային կարևոր նախաձեռնությունը։ Հայաստանեն, արվեստներու քաղաքեն Արտաշատեն վարժարան հրավիրված են Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տաղանդավոր դերասանները։ Ներկայացնելու համար հայ քրագանության դասական եւ սիրված գործերեն Հովհաննես Թումանյանի Փարեգենտանը ներկայացումը։ Այս բեմադրությունը արդեն արժանացած է մեծ գնահատանքի ներկայացվելով միջազգային բազմաթիվ փառատոներում։ Շնորհիվ այս ստեղծագործության մեր ազգային պատմվածքը կդած է իր տեղը նաև արտասահմանյան թեմերու վրա, փոխանցելով հայ քրական ժառանգության շունչը եւ գունավոր աշխարհը։ Հարգելի ունկնդիրներ, մենք այսօր հարցազրույց վիդեո ունենանք խումբի անդամներուն, բեմադրիչին, ինչպես նաև թատրոնի քրական եւ թատերական մասի պատասխանատու բարոն Ռոբեր Արաքելյանի հետ, որպես ավելի մոդեն ծանոթանանք անոնց ստեղծագործական ուղին, բեմադրական հաջողություններուն եւ այն ոգեշնչումին, որ իրենք կմղի շարունակելու հայ թատրոնի երթը։ Առաջին հերթին մեզի հետ է թատրոնի քրական մասի պատասխանատու եւ բեմադրիչ բարոն Ռոբեր Արաքելյանը։ Բարի եկած բարոն Ռոբեր։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Դուք ծանոթ անուն եք արդեն լիբանանահայ թատերասերներու շրջանակի մեջ, ինչպես նաև հայ աշակերտներու մոտ։ Ինչպես պատահեցավ այս գործակցությունը եւ հաջողություն կտավ անշուշտ ձեր ծրագիրները եւ եկաք Լիբանան, ինչպես էր այս նախաձեռնությունը։ Նախ իմ զգացողության մասին ասեմ, որ ինձ համար շատ կարևոր օրեր են ասոնք, որովհետեւ կյանքից լավագույն տարիները հոս անցուցեր են եւ 100-ը ավելի բեմադրություններ ած եմ ազգաութին մեջ, շատ սիրելի է ինձ համար, հայրենիք է, ես նաեւ պատկանելությամբ նաեւ Լիբանանահպատակ եմ Հայաստանեն զատ իմ տունս հոս է, ընտանիքս հոս եւ հոն է եւ վանաձայնի ունկնդիրները կուզեմ ողջունել շատ, որովհետեւ շատ հաճախ եղած են վանաձայնի հարկի տակ եւ բոլոր առիթներով ներկայացումներով, բեմադրություններով միշտ հարցազրույցներ ունեցած ենք, միշտ մեր կապը եղած է վանաձայնի ունկնդիրներուն հետ։ Հիմա ուրեմն առիթ եղավ այս թատրոնը, որ ես կաշխատեմ, որ նշանակվեցա նախարարության կողմէ, շատ շրջակայեր է այս ներկայացումը, շատ ազգային ներկայացումն է, Հովհաննես Թումանյանի գործերն մեկն է, եւ մենք ունեցանք հերթական հրավերը Իսպանիայեն, որպեսզի փառատոնի օտար փառատոն մնա ասիգա եւ ներկայացնել, բայց ես հարմար չի տեսա, մտածեցի, որ եթե կա այդ առիթը, ինչու ասենք օտար երկիր եւ օտարներու ներկայացնել, երբ մենք ունենք այսպիսի գաղութ, այսպիսի դպրոցներ, այսպիսի աշակերտներ, շատ անհրաժեշտ է, որ ասիգա ունկնդրեն մեր երեխաները եւ Տիկին Մարալին հետ գործակցելով հասանք այսօրվան, ես չեմ գնալ նկարագրել այն հոգատարությունը, այն սերը, այն նվիրումը, որ ցուցաբերեց Տիկին Մարալը եւ հաջողեցանք ներկայացուցինք Շամլյան Թաթիկյանի մեջ ներկայացումը 3 չէ առաջին օրը եւ այսօր ալ մշակույթի օրվա ծիրեններս այս հայ ավետարանական կենտրոնական բարձրակույն վարժարան։ Քանի անդամներ է կփականախումբը բարոն Ռոբեր եւ դուք քանի հոգիով արդեն ներկայ եք Լիբանան։ Մենք ներկայ ենք 9 հոգիով, դերակատարները 5 անդամներ են, բայց ունենք ձայնի պատասխանատու, ունենք բեմադրիչ, ունենք տնօրեն, թատրոնի տնօրեն եւ մեր սայթի պատասխանատու, որ ամբողջ գործունեությունը կմեկնաբանե եւ կղրգե համացանցի միջոցով։ Իսկ ինչու համար ընտրեցիք Թումանյանի Փարեգենտանը։ Ինչ կուզեիք, ինչ պատկամ կուզեիք տալ այս ներկայացումով։
Թումանյանը, գիտեք, մենք ընդհանրապես абսուրդի թատրոն երբ կսենք, Սամուել Բեկետ, Էժեն Իոնեսկո կպատկերացնենք եվրոպացի այդ հիմնադիրները, այսպես ասած, абսուրդի թատրոնի, անհեթեթի թատրոնի, սակայն եթե քիչ արդարը լանք, կնկատենք, որ абսուրդի հիմնադիրը Հովհաննես Թումանյանն է, ոչ թե իրենք, որովհետև իր Կիկոսի մահը, Բարեկենդանը, Ձախորդ Փանոս, այդ շարքը ուղղակի абսուրդի լավագույն հրաշալի օրինակներ են։ Եվ Թումանյանը առիթ կուտա յուրովի բեմադրելու, ընդհարցակելու հեքիաթը, կարծես քու հետդ կլա, ինքը կարտոն է, ասիկա այն դեպքը չէ, որ կմտածես հեղինակի գործի վրա խախտում կնես, ոչ, ինքը այդ առիթը կուտա, ինքն ալ երբ ժողովրդական ստեղծագործություններ են հեքիաթները կհյուսեր, իրեն գսեին, որ այդ քուգը չէ, ժողովրդական հեքիաթ է, բայց ինքը հոդված ունի այս ուղղությամբ, որ այդ հոդվածը երբ կարդանք, կզգանք, որ ինքն ալ մեզի կմղե, որ իր հեքիաթներու վրա ստեղծագործենք եւ ընդլայնենք, իհարկե գրական հենք տիպաշարը պահելով։ Սա որպես ազգային հեքիաթ շատ հարմար էր բեմադրելը պարերով, երգերով եւ տեսարաններն ալ հայկական այո կորկերով եւ այլն նախշերով։ Գիտեք, այս բոլորը անհրաժեշտ է, որ մենք գիտենք, մեր սերունդը գիտե, բայց շատ հաճախ կսենք գիտենք, այս մեկը գիտենք, պետք չի գա, բայց կմոռնանք, որ նոր սերունդ կուկա եւ իրենք չեն գիտեր։ Իրենց պետք է հաղորդակից դարձնել ազգայինին, հայկականին։ Մենք միայն Բարեկենդանը չէ, որ բեմադրած ենք։ Թումանյանն ես այս թատրոնի մեջ բեմադրած եմ Քեֆ անողին քեֆը չի պակսիր եւ օնդը անխելք մարդը բեմադրած ենք հոն ունենք շատ Թումանյանն շատ բեմադրություն, սա հերթական մեկն է այդ բեմադրությունները, որ մենք գրած ենք եւ շատ հարմար տեսանք, որ բերենք եւ ներկայացնենք Լիբանանի մեջ։ Իսկ ձեր վերադարձով այս անգամ ինչ փոփոխություն նկատի ունեցաք այ աշակերտներու մեջ։ Զգացի, որ գիտեք, նախ շատ կարծեր էին գործընկերներս, ուսուցիչները, տեսա եւ շատ հուզիչ էր ինձ համար իհարկե եւ ուրախալի։ Մենք կհուզվենք միայն ոչ թե տխուր բաներն, այլ նաեւ ուրախ բաներն ալ կհուզվենք։ Ես անսահման հուզված եմ, որովհետեւ ամեն քայլափոխի հարազատ դեմքեր կտեսնեմ, աշակերտներու մեջ փոփոխություն եղած է, կտեսնեմ փոքր այն աշակերտները, որ դասավանդած եմ հիմա 11-րդ բարձր դասարաններ են, կմոտենան հասակը փոխվեր է, հասակը առել են, բայց դեմքը նույնն է։ Իսկ կան անձեր, որոնք արդեն բեմադրիչ դարձած են։ Այո։ Ծնողներ կան, ներշնչված են ձեր աշխատանքին, որոնց զավակները արդեն հոս աշակերտ են։ Մեր Ժան Բաղբուտարյանը, որ մաթեմատիկս կդասավանդե հոս, նորեն ինձ աշակերտ եղած է, դերասան եղած է, ճամփորդած ենք միասին, կհամարեմ, որ այս նորերը, որոնք չեմ ճանչնար, իմ թորնիկներն են։ Այո։ Հաջողություն կմաղթենք, պարոն Ռոբեր, շնորհակալ ենք ձեր այս աշխատանքին, հուսանք մոդորեն դարձյալ կներկա կգտնվի Լիբանան եւ նոր ներկայացումով մեզ կտեսնենք։ Շնորհակալ եմ անչափ։ Լիբանանահայ ֆիլմի վրա։ Շնորհակալություն։ Հարգելի ունկնդիրներ, այժմ մեզի հետ է Արդաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմադրիչ բարոն Գարեն Խաչատրյանը։ Բարի եկած եք Լիբանան։
Շնորհակալ ենք։ Հուսամ լավ եք եւ լավ ժամանակ կանցնեք։ Հրաշալի ժամանակ անցկացրեցինք, հրաշալի տպավորություններ ստացանք մեր Բեյրութի հանդիսատեսից, երեխաներից, ընդունելությունից, շատ ջերմ տպավորություններ ենք ստացել, ջերմ վերաբերմունքի ենք արժանացել եւ այդ տպավորությունները մեզ հետ պիտի տանենք Հայաստան։ Այո, ես ձեզ պիտի խնդրեմ ձեզ, որ եթե կարելի է մեր ունգընտիրներուն ծանոթացնեք Ամոխ Արազյանի անվան դրամատիկական թատրոնը, ինչպես եւ երբ հիմնվեցավ եւ ինչ գործունեություն կդանի մինչեւ այսօր։ Արտաշատի Ամոխ Արազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արդեն 91 տարեկան է, հիմնադրվել է Ամոխ Արազյանի կողմից, բեմադրիչ, դերասան, սկզբնական շրջանում ներկայացումները խաղացել են դատարանի դահլիճում, Արտաշատ քաղաքի դատարանի դահլիճում, այնուհետև երբ որ կառուցվել է շենքը թատրոնի, արդեն թատրոնը տեղափոխվել է այդ նոր շենքը Ալեքսանդր Թամանյանի նախագծով, ներողություն, Գևորգ Թամանյանի նախագծով կառուցված հրաշալի մի շենքում, թատրոնի շենքում եւ առ այսօր թատրոնը գործում է այդտեղ եւ բազմաթիվ գործունեություն է ծավալում եւ միջազգային հարթակներում եւ Հայաստանի ամբողջ մարզերում, այդպես թատրոնը իր ծաղկուն շրջանն է ապրում։ Այո, շատ լավ։ Իսկ դուք ինչպես կդրեք ձեր թատրոնի ներկայացումները ընդհանրապես։ Ընդհանրապես հեքիաթներ են կամ ընդհանրապես մանկական է կամ ինչ ծավալի ներկայացումներ տեղի կունենան այդ թատրոնի մեջ։ Ուրեմն հեքիաթը կամ պիեսը, որ մենք ընտրում ենք բեմադրության համար, շատ կարևոր է թե ինչ ասելիք ունի այդ պիեսը եւ այդ պատմությունը պիտի հարազատ լինի քո սրտին, որպեսզի կարողանաս քո սրտից դուրս հանել այն, ինչը որ ուզում ես պատմել մեր հանդիսատեսին։ Այդ կերպ ես անդրադարձա այս հեքիաթին, Հովհաննես Թումանյանի բարեկենդանը հեքիաթին, տպավորություն է, որ ամուսինների վեճերի մասին է, անհաշտության մասին է, բայց երբ որ փորձում ենք մի քիչ խորանալ Թումանյանի աշխարհի մեջ, տեսնում ենք այստեղ, որ շատ կարևոր հարցեր են քննարկված։ Ինչ պատկամ է արդյոք։ Եթե մենք հեռանում ենք մեր մշակույթից, մենք չենք դառնում այդ մշակույթը կրողը, օտարները գալիս են, տիրանում են այն ամենին, ինչ որ մենք ունեինք։ Շատ լավ։ Մենք փորձում ենք մեր մշակույթը դարձնել թանգարանային արժեք եւ օտարներին ցույց տալ, որ մենք մշակույթ ունենք, բայց այդ մշակույթը պետք է լինի մեր սրտին մեջ, մեր հոգուն մեջ, մեր առօրյա կյանքի մեջ։ Շատ գեղեցիկ ներկայացված էր ներկայացումը։ Այս հեքիաթին ժողովրդական ոճը նկատի ունենալով, դուք ինչպես մոտեցաք հեքիաթը թատերական բեմի վրա ներկայացնելու ոճի մեջ, որովհետև նշмарեցի Քիչմը Պարաջանովյան դպրոցի այս աշխատանքը կար մեջը։ Ինչպես կներկայացնեք այդ մեկը։ Ուրեմն բեմադրությունը սկսելուց առաջ մենք բազմաթիվ ուսումնասիրություններ կատարեցինք եւ փորձեցինք ազգագրագետների, տոնագետների հետ խոսել, հարցեր պարզել, թե ինչ է եղել բարեկենդան տոնի ժամանակ։ Այդ պարերը, այդ երգերը, այդ խաղերը, այդ ծեսերը, դիմակահանդեսը, այդ ամենը եղել է մեր բարեկենդան տոնի ժամանակ, որը տևել է որոշ շրջաններում 1 շաբաթ, որոշ շրջաններում 2 շաբաթ եւ տոնը գյուղից գյուղ մեծացել եւ դարձել է Այո։ մեծ տոնակատարություն ամբողջ երկրով մեկ։ Իսկ գրնակ մեզի պատմել ներկայացման միջազգային շրջակայություններու մասին, որ երկիրներում մեջ այս ներկայացումը ցուցադրված է։ Այս ներկայացումը ուրեմն ցուցադրել ենք Իրանի Բոջնուրդ եւ Գորգան քաղաքներում։ Այս ներկայացումը խաղացել ենք Ղազախստանում անցկացվող միջազգային Շիմքենտ քաղաքում անցկացվող միջազգային փառատոնին։ Այս ներկայացումը խաղացել ենք Վրաստանում հենց Թումանյանի տանը, որտեղ որ ինքը ապրել է եւ ստեղծագործել է իր կյանքի ընթացքում եւ հավանաբար այդ հեքիաթը հենց այդ տան մեջ է ինքը գրել եւ շատ խորհրդանշական էր մեզ համար, որ այդ ներկայացումը իր գրված հեքիաթը իդեպ առաջին անգամ մեր ներկայացումը ցուցադրվեց հենց Թումանյանի տանը, որտեղ որ ինքը ապրել է եւ այստեղ
Լիբանանի Բեյրութ քաղաքում մենք երկու ներկայացում ունեցանք, մեկը Շամլյան Փաթիկյան կենտրոնում եւ այստեղ երկու տեղերում էլ ներկայացումը ընդունվել է շատ հագեցված, տպավորված հանդիսատեսի կողմից, շատ բուրըն արձագանքներով, մենք լավ տպավորություններով մեկնելու ենք Հայաստան։ Դուք ինչ նկատեցիք, ինչ տարբերություն զգացիք Հայաստանի աշակերտներուն, բզդիկներուն եւ Լիբանանի, ինչպես իրենք ընկալեցին այս բեմադրությունը։ Ես կարծում եմ, ես չեմ ուզում առանձնացնել Հայաստանի հայերի, հայ փոքրիկներին եւ Լիբանանի փոքրիկներին, որովհետեւ ամեն տեղ բոլորն էլ հայ են։ Այդքանով մեզ համար հարազատ են եւ բոլոր աշխարհում բոլոր վայրերում գտնվող փոքրիկները։ Ես տարբերություն չեմ գտնում։ Մենք շնորհակալություն պիտի հայտնենք եւ կշնորհավորենք այս քեղեցիկ ներկայացման համար եւ բարի եկած եք Լիբանան, հուսամ մոդորեն դարձյալ ներկա գլակ ավելի մեծ ներկայացումը ցուցադրելու համար մեր լիբանանահայ ժողովրդին։ Մենք էլ ենք շատ շնորհակալ հրավերի համար կազմակերպիչներին, Տիկին Մարալին, պարոն Ռոբերտին, որ առիթ հանդիսացան այս ներկայացումը բերել Լիբանան, այստեղ խաղացինք եւ շնորհակալ եմ, որ դուք եկաք եւ ձեր տպավորություններով կիսվեցիք մեզ հետ։ Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ։ Հուսամ էլի առիթներ կլինեն եւ կրկին մենք կգանք Լիբանան եւ վստահ ենք, որ մի օր էլ դուք կգաք մեզ մոտ Հայաստան։ Այո, եւ հաջորդին մանացանի ստուդիոներներ հյուրընկալենք ձեզի։ Մեծ սիրով համեցեք։ Ես այդպիսի բան ասեցի, այքի։ Բայց մտածեցի չէ։ Չէ աղբեր, չես հետ անհնար է, շնորհակալ եմ հացի համար են, ջրի համար են։ Ես գնում եմ շուկա։ Ուй, այմա, ես մտածեցի, Կարող է լավն է, էդ է։ Էսպես ապրել կլինի։ Այժմ մեզի հետ է խումբի տերասաններեն Մարատ Խաչատրյանը։ Բարի եկած եք Լիբանան։ Բարև ձեզ։ Ինչպես են ձեր տպավորությունները։ Շատ լավ, շատ տպավորված, շատ ուրախ ենք, որ գտնվում ենք Լիբանանում։ Իսկ վստահ եք, որ այս ներկայացումը բազմաթիվ անգամներ ներկայացված է զանազան բեմերու վրա։ Այստեղ Լիբանանի մեջ մասնավորապես հայկական վարժարաններու դակուկ երթիկին դակ ներկայացնելը ինչպեսի զգացումներ կառաջացնեց ձեր մեջ։ Շատ անսովոր զգացողություններ, անկեղծ ասած, շատ մենք որ գալիս էինք, գիտեինք, որ գալիս ենք հայկական համայնք, հայկական գաղութ, եւ մենք անպայման ուզում ենք այս ներկայացումը ներկայացնել, եկանք եւ շատ ոգեվորությամբ խաղացել ենք, շատ ոգեվորությամբ ընդունել են, ուղղակի մենք վերջում բան դպրոցում որ խաղացինք, Թաթիկյան դպրոցում որ խաղացինք, այնտեղ երեխաները շատ ոգևորված այսպես նայում են, բայց վերջում եկան ասում են մենք արևելահայերենը այդքան էլ լավ չենք հասկնա, ասում հա, բայց շատ տպավորված ենք խաղից, այդ շատ ոգևորող էր ու իրոք մենք մեծ սիրով, մեծ ոգևորությամբ եկել ենք եւ ուզում ենք որ այստեղի երեխաները հաղորդակից լինեն այս գեղեցիկ ներկայացմանը։ Իսկ ձեր միջազգային շրջակայություններու մասին գերնակ որոշ բացատրություններ տալ մեզի։ Այո, այս ներկայացումով շատ ենք շրջել, այս ներկայացումով ուրեմն եղել ենք Պարսկաստանում, Ղազախստանում ու շատ լավ ընդունվել է այս ներկայացումը։ Այս ներկայացման մեջ մի հետաքրքիր, չգիտեմ, էներգիա կա, թե հետաքրքիր որ ինքը լրիվ ազգային մոտիվներով է բեմադրված երևի, շատ ուրիշ ձև են ընդունում, ուրիշ տպավորությամբ, օրինակ մենք Պարսկաստանում խաղացել ենք հենց պարսիկ հանդիսատեսի առաջ, բայց թե երաժշտությունն էր հարազատ, թե չգիտեմ ինչներ, շատ մեծ ոգևորությամբ ընդունեցին, շատ մեծ սիրով ընդունեցին, երևի եթե բան չլինի, չափազանցություն չլինի, վերջում մի 10 րոպե ծափերը չէին դադարում Պարսկաստանում, որ մենք խաղացինք, շատ լավ էր։ Իսկ Ղազախստանում մասնակցեցինք ընդհանուր միջազգային փառատոների տարբեր երկրներից ու այնտեղ որպես ազգային ներկայացում նույնիսկ մրցանակ շահեցինք։ Այնտեղ էլ շատ լավ ընդունվեց, բոլորը հարցնում էին այս ձեր գորգերը, ոան մենք ասում էինք, որ սա մեր ազգային գորգերն են, որ սրանք հատուկ վերցված են մեր պատկերասրահից, իրանք կեղծ չեն։ Դուք բերած էիք արդեն։ Մեր հետ բերած էինք, հա ինքը գորգերի նմուշն է, որ մենք վերցրել ենք, տպած է սովորական կտորի վրա, բայց ինքը նույն նախշերն են, այսինքն ոչ մի ուրիշ երկրի բան չկա, ինքը թանգարանից վերցված
օրիգինալ տարբերակն է։ Այո, իսկ ինչ մեծ փորձառություններ կամ հիշատակելի դեպքեր ունեցաք այս ճանապարհորդության ընթացքին։ Այս ճանապարհորդության ընթացքին ճիշտ ասած այս ճանապարհորդության ընթացքին մենք սկզբից որ եկանք հերվից միշտ տպավորություն ուրիշ ձևա մեզ այնտեղ ասում էին այստեղ պատերազմ է, վտանգավոր է, մի գնացեք, բան, բայց եկանք այստեղ շատ ուրախ ենք, որ այստեղ այս պահին էսենց հարաբերական անդոր է եւ շատ սիրեցինք քաղաքը, նախ շատ սիրեցինք բոլորը, մարդ չկա, որ այդ քաղաքի մթնոլորտը, քաղաքի նիստուկացը, այդ փողոցները նեղ, փոքր ու նույնիսկ մեզ պարոն Ռոբերտենստանը Մանսուրանով մի տղա միացավ, որ մեզ մեքենայով տեղ էր տանում եւ ինքը նույնիսկ ասեց, եթե կուզեք, ես ձեզ կարող եմ տանել պատերազմի հենց գոտի։ Իհարկե մենք sense զարմացանք, բայց ասենք ոչ հիմա չենք ուզել, բայց նույնիսկ այստեղ ապրող մարդիկ, այդպես պատերազմի առաջարկում են գնանք պատերազմի գոտի, բայց մենք շատ ուրախ ենք, որ այստեղ հանգիստ է եւ կուզենք այստեղ խաղաղություն լինի, որովհետեւ մեր եղբայրները այստեղ են ապրում եւ կուզենք, որ ամեն ինչ լավ լինի այստեղ։ Շնորհակալ ենք ձեր այցելության, շնորհակալ ենք, որ ընդունեցիք Լիբանան եւ ներկայացնել այս ներկայացումը, հարստացնել մեր աշակերտներուն այսպես գեղարվեստական ճաշակ շնորհել իրենց, շնորհակալ ենք եւ հուսանք լավ տպավորություններով կմեկնեք։ Այո, մենք էլ ենք շնորհակալ, որ հրավիրել եք, մենք շատ ուրախ ենք, որ այստեղ ենք, շատ մեծ տպավորություններով, շատ մեծ սիրով եւ ողջավորությամբ հեռանում ենք։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ։ Շնորհակալություն։ Այս հարցազրույցի մեջ հadoop բաժին պետք է բերեք դպրոցի դնորենուհի, Կենտրոնական բարձրակույն վարժարանի դնորենուհի Դիգի Մարալ Դերմենջանը։ Դիգի Մարալ, կշնորհավորենք այս գեղեցիկ նախաձեռնության համար։ Ինչպես ցակեցավ այս գաղափարը, որ Հայաստանեն Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հրավիրեք Լիբանան։ Այո, այս դարիմը առաջ սկսավ, երբ Հայաստան գտնվեի, ինչպես որ գիտեք, ես ծանոթ եմ բարոն Ռոբերտ Արաքելյանին, նախաբես ինքը տասադու էր մեր դպրոցին մեջ, ուրեմն հանդիպեցանք իր հետը եւ թատրոնի դնորենին հետ, եւ իրենք փափակ հայտնեցին, որ Լիբանան կան, ես ասի, որ անշուշտ սիրով գհյուրընկալ ենք իրենց, քիչ մը քաղաքական տակնապներու հետևանքով հետաձգվեցավ իրենց այցելությունը, եւ վերջը հարմար նկատեցինք, որ իրենք դպրոցի դարեթարցի արիտով, որ մեր դպրոցի դարեթարցը մայիս 16 է, իրենք ներկա գտնվին եւ հայ մշակույթի օրը իրենց բաժինը բերեն, որովհետեւ իրենց ճամփորդությունը աշխապտվա ընթացքին միդելար, ուրեմն ասենք որ մայիս 9 թողնա, երկու շաբաթներ առաջ նորեն Հայաստան գտնվեի, մանրամասնություններու մասին խոսեցանք, եւ ուրախ եմ, որ իրենք նախարարության նախաձեռնությամբ եկած են հոս եւ այս ներկայացումը մեր ընդհանուր հայդակրին մեջը իրենց բաժինը բերին շատ հետաքրքրական էր իրենց ներկայացումը նոր ծևերով էր, նոր ոճերով էր, հետաքրքրական էր։ Այո, շատ գեղեցիկ էր։ Իսկ Դիգի Մարալ գմտածեք միջազգային նոր համագործակցություններու մասին, ուրիշ ծևերով։ Կփափակիմ, շատ կփափակիմ, հատկապես որ դպրոցը accreditation-ի որակավորման գործընթացին մեջը ծանոթացանք ուրիշ տասադուներու, գրթական գործիչներու, որոնք օդար երկրներու մեջ իրենց գործը կգադարեն եւ գրցանք իրենց հետ գործակցել, իրենց մեջ սորվել, ուղղություններ առնել, միշտ կհարստացնե դպրոցին կյանքը այսպիսի այցելություններ եւ համագործակցություններ։
Շնորհակալ ենք Դիգի Մարալ այս արիքին համար, շնորհակալ ենք, որ դուք արիք տվիք հայ աշակերտներուն, որպեսզի իրենք ականատես լան հայրենի այս բեմադրիչին եւ դերասաններուն այս գեղեցիկ ներկայացման։ Ես գուսեմ շնորհակալություն հայտնել Վանացյանի դնորենության, որ ասնախացերնությունը ունեցաք դբրոց կալու, մեր հետ լալու այս հadouk օրվան մեջ շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի ունկնդիրներ, մենք այսօր այցելեցինք կենտրոնական բարձրակույն վարժարան, ուր տեղի ունեցավ մշակութային կարևոր նախաձեռնությունը Արտաշատ քաղաքի Ամոթ Հարազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները այստեղ էին ներկայացնելու համար Փարեգենտան ներկայացումը, Հովհաննես Թումանյանի Փարեգենտանը։ Մենք ունեցանք հարցազրույցը եւ այսպեսով կփակենք մեր այսօրվա շողարցակ հայտակիրը։ Ձեզ հետ է Շողիկ Տորոսյանը եւ Անտոնի։